Կոպենհագենի ազգային արխիվում դանիացիների հայ երեխաներին ուղարկած օգնության թղթապանակներն են։ Արխիվի աշխատակցուհին թույլ է տալիս միայն բացել նկարահանել այն ծրարները, որոնցում հավաքագրված գործերի 100 տարին լրացել է։ Մյուս որբերի մասին տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է, նրանք հնարավոր է դեռ ողջ են։ 1905 թվականին 22-ամյա Մարիա Յակոբսոնը բուժքույր էր Սունդբի հիվանդանոցի մանկական բաժանմունքում։ Դանիայի կանանց առաքելության աշխատողներ կազմակերպությունն առաջարկում է նրան մեկնել արտասահման, որպես բուժքույր միսիոներով։ Մարիան երկմտում է, նա կարծում էր իր տեղը հիվանդանոցում է, երեխաների կողքին։ Արևելք մեկնելու առաջարկը Եվրոպայի բարետես քաղաքները շրջած օրիորդի համար ցնցում էր։ Ինչպես կարձականքի ընտանիքը, ինչ է անելու իրեն անհայտ ու անծանոթ երկրում։ Մի օր Կոպենհագենի Տրինիթաթիս եկեղեցում աղոթելիս Մարիան ոտքի է կանգնում ու ասում. Տեր, եթե դա քո կամքն է, ես կգնամ։ Կոստանդնուպոլիս մեկնելիս Բեռլինի կայարանում Մարիան հանդիպում է քույր Լաուրային, որն արդեն եղել էր Անատոլիայում։ Քույր Լաուրան նայում է նրան ու անընդհատ լաց լինում։ Մարիան սկսում է հասկանալ, թե ինչ է սպասվում իրեն փոքր Ասիայում։ Մարիա Յակոբսոնը 24 տարեկան էր։ Խարբերդում ու Մեզրեում աշխատում էր հիմնականում Մերձավոր Արևելքի նպաստամատույց ամերիկյան կազմակերպությունը։ Աշխատուժի պակասը մեծ էր։ Լեռների մեջ ծրված տասնյակ գյուղեր, հազարավոր տառապող մարդիկ եւ միայն մի քանի բժիշկ։ Ամեն գյուղում Մարիան օրական 10 ընտանիք է այցելում։ Լուսադեմին շարունակում ճանապարհը մեկ այլ գյուղ։ Մարիա Յակոբսոնը հաճախ այս լեռնային ճանապարհները կտրում էր միայնակ, ձյան, արևի, ցեխի ու ցրտի միջով։ Մարիա Յակոբսոնը սկսում է իր օրագրությունը։ Առաջին գրառումը նա կատարում է 1907 թվականի սեպտեմբերի 7-ին, իսկ վերջինը 1919 թվականի օգոստոսի 6-ին։ 1909 թվականի ամռանը եվրոպական թերթերում հայտնվում են հրապարակումներ նոր կոտորածների մասին, այս անգամ Ադանա եւ Մարաշ քաղաքներում, ինչպես նաև մերձակաշրջաններում, որտեղ ապրիլին մի քանի օրվա ընթացքում սպանվել էր ավելի քան 30,000 հայ։ Հայդելբերգ քաղաքի մերձակա գյուղերից մեկում Վալդվիմերսբախում այսօր էլ կա միսիոներական ծերանոց։ Ես նայում եմ այս տարեց կանանց դեմքերին, նրանք աղոթում են խաղաղության համար, հայերեն լավ են ճանաչում, հիշում են քույր Հեդվիգին։ Աննա Հեդվիգ Բյուլը սովորում էր Մալխեի գերմանական միսիոներական դպրոցում։ Պատահական դիպվածը նրան միացնում է հայերի ճակատագրի հետ, տանելով նրան կոտորածների կիզակետ՝ Կիլիկիա։ Մի օր վարժարանում լուր տարածվեց, որ Մայնի Ֆրանկֆուրտից պատվելի է եկել։
Քարոզիչը պատմում էր Նոյի հանգրվանած Արարատ լեռան մասին։ Պատվելին սեփական աչքերով տեսել էր, թե ինչպես են նահատակվում այնտեղ քրիստոնյաները։ Քույրեր ու եղբայրներ, հայցենք Տիրոջ ողորմածությունը, բայց այդքանով չգոհանանք։ Մեր հոգևոր ընկերակցությունը, որ մանկատներ, կրթարաններ է հիմնում, հանգանակություն է կազմակերպում հայ որբերի համար, վարժուհիների խիստ կարիք ունի։ Այնպիսի վարժուհիների, որ գետմասամբ փոխարինեն հայ մանուկների նահատակված մայրերին։ Ես կգնամ Հայաստան պատվելի։ Օրիորդ Բյուլը ճանապարհ է ընկնում դեպի հեռավոր Կիլիկիա, Մարաշի գերմանական որբանոցում աշխատելու որպես ուսուցչուհի։ Նա 24 տարեկան էր։ Էստոնիայի Հաապսալու քաղաքի այս տանն է ծնվել Աննա Հեդվիգ Բյուլը։ Նա մեծացել է գերմանախոս ընտանիքում։ Հայրը հարուստ գործարար էր։ Երեխաներին լավ կրթությամբ ապահովելու համար Հեդվիգի հայրը տնային ուսուցչուհի էր վարձում։ Հեդվիգը 4-րդ երեխան էր, տարբերվում էր քույրերից ու եղբայրներից։ Ես ծնվել ու մեծացել եմ Հապսալույում, Բալթիկ ծովի ափին, մեծ քաղաքների աղբից ու աղմուկից հեռու, էստոնական անտառների ու ընդարձակ դաշտերի մեջ։ Հայրս ցեխաբուժության առողջարան ուներ։ Իմ 8 քույրերի ու եղբայրների հետ ես երջանիկ մանկություն եմ ունեցել։ Հեդվիգ Բյուլը Մարաշ է գալիս 1911 թվականին։ Գերմանական ու ամերիկյան որբանոցներում ատանայի կոտորածներից հետո հազարավոր ծնողազուրկ երեխաներ եւ այրիացած կանայք կային։ Մարաշը որբաքաղաք էին անվանում։ Որքան շփոթված, որքան հակասական զգացումներով պիտի մտած լիներ երիտասարդ թրվռուն էստոնոյին գերմանական Բեյթել որբանոցի դռներից ներս։ Հազիվ էր օրիորդ Հեդվիգը հարմարվել իր նոր իրավիճակին, երբ ցեղասպանության ծրագիրը հասնում է Մարաշ։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Համիդյան ռեժիմի դեմ հանդես են գալիս Եվրոպայում ուսանած բազմաթիվ երիտասարդ թուրք գործիչներ։ 1908 թվականին երիտ թուրքերը հեղաշրջում են կազմակերպում։ Երկրում հաստատվում է սահմանադրական միապետություն։ Ազգերի հավասարության, անձի ազատությունների քողի տակ գործնականում շարունակվում էր Թուրքիան թուրքերի համար քաղաքականությունը։ Անգամ հայերին հույսեր ներշնչող երիտ թուրքերը ավելի ազգայնամոլ էին, քան սուլթանը, եւ ավելի կազմակերպված։ 1911 թվականին հունական Սալոնիկ քաղաքում, որն այն ժամանակ Թուրքիայի սահմաններում էր, երիտ թուրքական կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին վերացնելու անհրաժեշտության մասին։ Մինչ մշակվում էր այդ ծրագիրը, սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը։ Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի հետ միասին Թուրքիան պատերազմի մեջ է մտնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեմ։ Միս Եփեն մի խոսք ուներ.
Երբ որևէ բան էր կորչում, ասում էր աշխարհը չի փլվի, բայց երբ լսեց պատերազմի մասին, ասաց. «Զավակներս, ահա հիմա աշխարհը կփլվի»։ «1913 թվականին Քարեն մայրիկի Ուրֆա գալու 10-ամյակի օրը Միսակն ամուսնանում է Քարենի որդեգիր դստեր Լյուսիայի հետ։ Միսակը դառնում է Եփեի գլխավոր գործակիցը, նրա հետ անցնելով հետագա ողջ ծանր ճանապարհը։ 1915 թվականի ապրիլին երիտթուրքական կոմիտեի նիստում ընդունված որոշման մեջ մասնավորապես նշված էր. զինաթափել Օսմանյան բանակի հայ զինվորներին, նրանց մեղադրելով դավաճանության մեջ, կայսրության բոլոր հայաբնակ շրջաններում ձերբակալել եւ աքսորել հայ մտավորականությանը, տեղահանել հայ բնակչությանը եւ աքսորել Սիրիայի անապատներ։ Մեր հերոսուհիները ամենասարսափելի իրադարձությունների կենտրոնում էին։ Նրանք ականատես են դառնում հայոց ցեղասպանության ծրագրի 3 հիմնական կետերի բոլոր մանրամասներին։ Ալմա Յոհանսոնը Մուշից գրում է. Փոքր Ասիայում, ուր մենք ապրում էինք, որևէ մեկը պատկերացում անգամ չուներ, թե ինչ է կատարվում մեծ աշխարհում։ Այդ պատճառով Եվրոպայում պատերազմի հայտարարումը եւ Թուրքիայում զորահավաք սկսելու հրամանը որոտացին ինչպես ամպրոպը պարզ երկնքում։ Հայ տղամարդիկ ավելի շուտ բանտարկյալի, քան զինվորի էին նման։ Նրանց որպես կանոն զենք չէին տալիս։ Խարբերդից Մարիա Յակոբսոնը գրում է. Հազիվ լուսացած թուրք զինվորները գնում էին տնից տուն, ծեծում դռները եւ ժողովրդին ուժով դուրս հանում։ Նրանցից շատերը նույնիսկ չէին հասցնում ինչ-որ բան վերցնել հետները։ Հարյուրավոր մանուկներ չհասկանալով կատարվածը վազվզում էին 4 կողմ, խաղում ու լեփ-լեպի ուտում, որ մայրերը լցրել էին նրանց գրպանները։ Մենք մտածում էինք, որ մեր հերթն էլ շուտով կգար, եւ պետք է պատրաստ լինենք մեռնելուն։ Քարեն Եփեն Ուրֆայից գրում է. Ահա տարագիրների եւս մի մեծ խումբ, մոտ 1000 հոգի։ Ճանապարհին ծննդաբերած կանայք տառապանքներից ազատվելու համար ստիպված էին եղել գետը նետել նորածիններին։ Շատ էին ծերեժն ու հիվանդները։ Սակայն հակառակ այս բոլոր տանջանքներին զեյթունցիների մեջ անընկճելի մի բան կա. սրանք ամուր ողնաշարի տեր մարդիկ են։ Մուշում էր նաև Բուդիլ Բյորնը, նա գրում է. Առավոտյան մենք լսեցինք, թե ինչպես են հրանոցները թնդում։ Մենք պատոհանից տեսանք, թե ինչպես են այրվում հայերի տները։ Տեսանք, թե ինչպես են կրակում կոտրված սրտով մարդկանց վրա։ Ես մոտենում էի մահճակալներին, իջեցնելու հիվանդներին, փրկելու նրանց։ Ես սողալով էի մոտենում, կարող էի սպանվել։ Իսկ ես դեռ պետք էի այդ մարդկանց։ Ես այդպես էի կարծում։ Մարաշից գրում է քույր Հետվիգը. Կանայք, տղամարդիկ, ծերեր, հաշմանդամ, կույր, հիվանդ, օրեր շարունակ քայլում էին քարքարոտ կածաններով, այրող արևի տակ։ Նրանք քայլում էին լուռ, նրանք արդեն նույնիսկ արցունքներ չունեին։ Ով կհաշվի մեռյալների մարմինները, որոնք ընկած են այդ մահվան ճանապարհի երկայնքով, առևանգված կամ կորսված երեխաներին, որոնք լացով կանչում էին իրենց մայրերին։ Այսպես մեր 5 հերոսուհիները դարձան Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների ականատեսն ու հայ որբերի խնամակալները։ Նրանցից 4-ը լյութերական միսիոներուհիներ, շվեդուհի Ալմա Յոհանսոնն ու նորվեգուհի Բուդիլ Բյորնը Մուշում, դանիուհի Մարիա Յակոբսոնը Մեզրե Խարբերդում, էստոնուհի գերմանուհի Աննա Հետվիգ Բյուլը